ատոմակայանի հետ կապված նոր ատոմակայանի կառուցման հետ կապված կարող եք հստակություններ հասել, թե ոչ հայտնի որ Հայաստանի արտգործնախարարի և Միացյալ Նահանգների վեհաժողովի հանդիպումից հետո նաև խոսվեց միջուկային համագործակցության մասին, արդյոք դա դարձել է որ Միացյալ Նահանգներն է մոդուլային ատոմակայանները կառուցելու, երկաթուղու հետ կապված վարչապետը նախորդ ասուլիսի տեղեկացրեց, որ Ռուսաստանից դրական ազդակներ կան հայտնի հատվածների Իջևանի և Աղբորիկի վերականգնելու արդյոք վերջնական որոշում կա Ռուսաստանի հետ թե ոչ, և պարոն Խուդատյան կապսի ջրամբարի շինարարությունը ձախողեց, որովհետև կառավարությունը պետությունը ընտրել է կառուցապատողի չինական ընկերություն, որը չէր կարողացել շինաշխատանքներ իրականացնել, դա հիշեցնեմ Հայաստանի կառավարության ֆինանսավորման և գերմանական կայետնավի բանկի միջոցներով է կապվում, այս մասով ինչ նորություն ունեք, արդյոք արդեն նոր մրցույթ կա, նոր ընկերություն կա, ինչ ժամկետներով շինարարությունը կարողի 21-26 կառավարության ծրագրով Հայաստանում չոստացել եք կառավարությունը 15 ջրամբար կառուցել, բայց դեռ մեկ կառուցված 6 ջրամբար։ Նախ շնորհակալ եմ հարցի համար, ես տարվա որպես ամենակարևոր շինարարական օբյեկտ ավարտել ենք Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքները, ինչը իր ծավալներով աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Եթե անդրադառնամ կապսի ջրամբարի մասով, մենք կապսի ջրամբարի կապալառու ընկերությանը ընտրել ենք մրցութային ընթացակարգով եւ հետեւաբար խնդիրը կապված է նաեւ կապալառու ընկերության հետ, իրենք օրացիային գրաֆիկից զգալի շեղումներով են այդ աշխատանքները իրականացրել, որոշում են կայացրել խզել, վերանայել նախագիծը, նկատի ունեմ այն հատվածը, որը իրականացվել է դուրս կգա նախագծից, առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն և հետևաբար նախագծի վերանայումից հետո կկարողանամ ժամկետների մասին հստակ ասել։ Հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն է ստացել 5 ջրամբարների կառուցման աշխատանքները, դրանց մասով նախագծերը կան, առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները և որոշակի ժամկետի խախտումներով, բայց ջրամբարաշինական մեր աշխատանքները ընթացքի մեջ են լինելու և 2026 թվականին բազմաթիվ աշխատանքներ պլանավորված է իրականացնել շինարարական աշխատանքների մեկնարկյալ, վստահ եմ, որ նաև կապսի շարունակությունը կհասցնենք արդեն մեկնարկել 2026 թվականի ընթացքում։ Ինչ վերաբերում է Տեսեք, ես կուզեմ հետևյալ արձանագրումը անել, որ մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով և հետևաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը և մասնավորապես կապսի ջրամբարը կապված է կապալառու ընկերության թերացումներով պայմանավորված է։ Ինչ վերաբերվում է երկաթուղու մասով, մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ և մեր ընկալումը այնպիսին է, որ ձեր նշված հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք էլի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաև գործողությունները էլի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք եւ ակնկալում ենք, որ չենք էլ ունենա եւ վերջնական որոշում կունենանք այդ մասով, բայց դեռ վերջնական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային, մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի եւ Կորեայի եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպեսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կապված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների համակարգը որպես այդպեսին լայն տարածված չի եղել նախկինում եւ լրացիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը եւ մենք անում ենք։